Maybe երկու ամիս space էին նվագում։ Հա։ Սերժի խումբի մեջ մտնա։ Սերժի։ Հա։ Թանկյանի։ Ինքը բան էր keyboard նվագողն էր եւ background singer։ Մինչև Apex Fury System of a Down-ը իրար հետ նվագելուց Արթուն Մեշչյան էիք նվագում։ Oh yeah։ Եվ անց կլաբը որ 21-ից վերև պետք է եղնի, so ընկերները լրիվ եկել են դուրսը կան չեն թողում ներս։ Խոսացինք մեր manager-ին, he goes, «Նայ, ասեք որ ձեր հետ աշխատում են, կանանք ներս թողենք, բայց երեխեքը պետք է իր մի ոդկա բեմի վրա պետք է եղնի։ Just in case police գա, միլիցիա գա, կստամեն մեկը ոտը դրել է, որ կպնում է բեմի, որ աշխատում է»։ Ռիկ Ռուբինի այդ պատմությունը շատ է պատմում, որ գնաց, ասում է, Գլենդելում ինչ-որ club գնացի, որտեղ System of a Down-ներ նվագում, ինչ-որ ծանր մետալ էին նվագում, բայց ավելի շատ նման էր հայկականի, ու մարդիկ ձեռները բարձրացրած սպարում էին։ Հարևանս ճիշտ կողքի խումբ էին, Mexic տղեկ էին, սաղորը մենակ system էին նվագում։ We call the Mexican System of a Down։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր ոդկասթն ենք նկարահանի ԱՄՆ-ում Սոնա Ավանեսյանի տաղավարում, որը գտնվում է Ջոն Դալմայանի ստուդիայում, System of a Down-ի Ջոնի։ Շնորհակալություն Սոնային եւ Ջոնին այդ հնարավորության համար։ Իրանք շատ հետաքրքիր ոդկասթներ ունեն Ջոնը կոմիքսների մասին, Սոնան տաղանդավոր շատ մարկանց է կանչում եւ շատ հետաքրքիր զրույցներ է վարում։ Ոդկասթների լինքը կդնեմ ներքոմ, երկուսն է անգլերենով, բայց եթե անգլերեն գիտեք, խորտ կտամ անպայման լսեք։ Եվ իհարկե շնորհակալություն Միս Ջոին եւ Սոնային, որ օգնեցին այս ոդկասթները տեղի ունենա ԱՄՆ-ում։ Այսօրվա մեր ոդկասթի հյուրն է Դավիթ Հակոբյանը, իմ մանկության ամենասիրելի ռոք խմբերից մեկի հիմնադիրը եւ բասիստը։ Դավիթը նաեւ եղել է System of a Down խմբի առաջի անդամներից, հետո հեռացել է խմբից եւ դրա մասին է խոսել ենք եւ ոչ միայն դրա, խոսել ենք երաժշտության, Apex Fury, System of a Down-ի, Լոս Անջելեսում հայ ռոկերների, հայ լինելու, հայկական համայնքի Ռիկ Ռուբինի պատմության, թե ոնց է դարել է System of a Down-ի պրոդյուսերը եւ չի դարել Apex Fury պրոդյուսերը։ Շատ հետաքրքիր ոդկասթ է։ Անպայման նայեք մինչև վերջ, եթե սիրում եք, չգիտեմ, ռոք երաժշտություն, ընդհանրապես երաժշտություն, ուզում եք ծանոթանալ System of a Down-ի եւ Apex Fury այն ամենաառաջի օրի պատմություններին։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Գնացինք։ Դավիթ ջան, ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես Նարեկ։ Լավ, մերսի շատ։ Վերջապես ստացվեց այս ոդկասթը։ Մի տարի առաջ է, չէ՞, առաջի անգամ խոսե։ I think so. We had a quick little message back and forth, huh? Փորձեմ հայերեն խոսեմ։ Հա, եթե դժվար չի։ Yeah, no, հայերեն ոչ, հայերեն պետք է խոսեմ։ Թարգմանում եմ։ Եթե ինչ որ բան դժվարանաս հայերեն ասես, անգլերեն ասա, ես կթարգմանեմ։ Okay, խնդիր չկա։ Okay, կփորձեմ, հայերեն խոսեմ։ How do you say totally or for the most? Okay. Guys, brush up on my Armenian, yeah. No, it's հայերեն կխոսեմ։ Քանի տարեկան էր որ տեղափոխվես։ 4 տարեկան, almost 3.4 տարեկան էինք 79-80 թվականի վախտերը Երևանից եկանք ստեղ ես մի բան հիշում եմ որ ճամփի վրան ծնողներս ջահել էին եւ 21-22 տարեկան էին այդում ենք այրոպորտ մտածել են երեխեքին պետք է կնքենք էջմիածին տարան մեզի էջմիածին իմ ախորս ջուրի մեջ կողեցին կնքեցին բանը տեր եկա բանդան հետո եկանք այրոպորտից Ռոմից Լոս Անջելես այդ սովետական միությունն էր հա կարմիր պասպորտը սա ունեմ սովետական միության կարմիր պասպորտ եւ բանը birth certificate ոնց է ասում ծննդական ծննդականս եւ բանը հիշում եմ purple մանշակագույն Within CCCP, hammersickle հայերեն ոնց է ասում մուրճ եւ մահուկ в общем սխալ ասեցի սովետի նշանները լրիվ այդտենց հələ կա ունեմ so սովետ ենք ծանվե ես որ փոքր էի ձեր երգերն էի լսում բանը այդտենց
չէի պատկերացնի որ մի օր Apex Fury-ից ինչ որ մեկի հետ կարողանամ խոսամ, բայց այդպես ուզում եմ ասեմ ֆան եմ էլի ես մեծ Thank you ապա շնորհակալություն thank you so much ու որ 10 տարի առաջ ասեն բան Apex Fury Դավիթի հետ ոդկաստ ես անելու System of a Down-ի Johnny ստուդիայում ասեի ինչ եք ծխում ինչ եք ծխում ու այդ ամեն ինչը Միշոնու Սոնան են օգնել որ իրականություն դառնա լավ բան ենք ծխում maybe հա աշխատում ենք առաջ ենք այդտեղ Իսկ որ տարիքից սկսեցի երաժշտությամբ զբաղվել I mean poker տարիքից արդեն like you know just anything 3-4 տարեկան ծնորս մի անգամ ինձ պատմել են որ ես poker դհոլ ունեի մի հատ երեխա across Mighty Musiyana ինքն է դհոլ ուներ եւ այդ դհոլը վեկալում էի հələ like բանը բեբեկ եմ like մզդիկ you know այդ մամնդակ որ այդ նստեմ խփեք խփեք իր անունը էր David so David if you're watching this whoever you are let's jam you know so I don't know Իսկ առաջի գործիքդ ինչ ա եղել դաշնամուրից հետո մի քիչ գիտար like 4-5 ամիս գիտար նվագեցի ինքս Մոցարտի 40-րդ սիմֆոնին սովորացրեցի you know եւ այդ մոմենտի մեջ like nah գիտարը չեմ սիրում էսի մի քիչ bass I need groove you know ավելի ոնց է ծանր նստի you know like that and so սկսեցի like գիտարն բանան թուլացնել որ ավելի բասը տնի okay դա so 14-15 արդեն սկսեց եւ right at նույն րոպեվա մեջ like երկու ամսի maybe երկու ամիս space էին նվագում Սերժի խումբի մեջ մտնա Սերժի Թանկյանի ինքը բան էր organ or keyboard նվագողներ եւ background singer ինչ խումբ էր it was բան էր Forever Young ես լսել եմ այդ խմբի մասին բայց իրանցից ոչ ավելի ճիշտ դեզ ոչ մի գործ չեմ լսել Գիտեի որ տես խումբ կա, բայց չեմ լսել ոչ մի։ Ինքը ունի այդ երգերը միտեղից, որտեվ բան ինքը մի հատ ֆիլմ հանեց, ինչ է, documentary film, ոնց որ իր like about his journey, ինքը որտեվ ինձ զանգեց, որ ուրիշ մի հատ երգեր էին կարել, ես ինքը եւ Darren-ը, բանը գիտար նվագողը, he's like կարաս էտի բանանես իմ համար գտնես բան եւ ասեց and հիշում ես այն երգերը որ մեկն նվագեցին էտե պետք է դնեմ matches so he has it somewhere so I don't know we'll ask him you know բայց հետարքիր էր բանը ամեն լեզուն լրիվ հայերեն էինք երգում եւ բայց մյուզիկը ոնց էր ավելի YouTube-ի նման էր Մեր ոդկասթի գործընկեր Իտար Սոլարը իմ կարծիքով արդեն ունի ամենաօգտակար պրոդուկտներից մեկը՝ արևային մարտկոցներ։ Ինչ է դա տալիս։ Էներգետիկ անկախություն։ Իսկ դա նշանակում է, որ հոսանքազրկումները քեզ չեն սպառնում, ու դու ունենում ես լույս այն ժամանակ, երբ ողջ տարածքը հոսանքազրկված է։ Իսկ այդ մասին տեղեկանում ես հատուկ հավելվածի միջոցով, որով ստանում ես ծանոթություն, որ արդեն անցել ես կուտակված էներգիայի սպառելուն։ Ավելի մանրամասն տեղեկության համար զանգարիր 81 28 հեռախոսահամարով։ Բայց ինչ լավ է, չէ՞ որ միշտ լույս ունես։ Բայց ինչ եք հայերեն երգում։ Alex Pilibos էինք այդում եւ ման ինքը եւ երգիչը շատ բան ոնց որ հեղափոխական այսպես մտքերով բան you know եւ we're going to bring genocide recognition բան էսի այն վաղ այն վաղ like եղեքինք բայց արդեն եւ հիշում եմ մի անգամ ինձ բան արեցին այս երգը պետք է դասը սովորես այգո ինչ երգա Arthur Meshan Taronak Mart. Yes, nստել եմ say in my bedroom, you know, Taronak Mart, Tararat. Maybe mama's just նվագեցին ու just սովորել։ I don't know, տղեկ ասեցին, ինձանից 8 տարի մեծ էին իրանք։ Yeah, so պետք է այսի սովորես։ I'm like, okay, so Ես չեմ հասկանում ինչ եմ նվագում, տարօրինակ մարդ չէ։ Ճիշտ եմ հասկանում, որ մինչև Apex Fury System of a Down-ը իրար հետ նվագելուց Արթուն Մեշչյան էինք նվագում։ Oh yeah. Yeah. Շատ ենք սիրում Arthur Meşcan, Ruben Hachverdian, obviously Harut Pampukjan էդի, you know, yeah. Հետո, you know, Arto, you know. Tunçbajan. Yeah. We used to, yes, Arto, we were jamming with him. Arto hit. Yeah. Galies had մեր ստուդիոն էցի
maybe 13 տարի առ how many years ago was that 2008 2007 2007 հա իսկ հետ ոնց էր ինչը հետո ինչ եղավ իրար հետ որ նվագում էի Sergi հետ հա Sergi հայերենով հայերենով Sergi շատ լավ էր ինքը մի մոմենտ եղավ որ չէր ուզում Ionica keyboard չէր ուզում Ionica նվագեր ուզում էր երգել so սկսեցինք ոնց որ ու տարբեր երգեր գրենք իրար հետ որ այդ խումբից գնացինք Էսիան եւ ես ինքը եւ Դարոնը սկսեցինք ուրիշ մի բան հա այդ խումբը Soiler կոչվում այսօր լսել եմ հա լսել եմ եւ ուրիշ դեմքահար էր Hawaii-ից մի հատ տղա էր անում դեմենգով իրար հետ եկանք եւ սկսեցինք ոնց որ ինչ պետք է դառնար ոնց որ սիստեմը պետք է անա but ես ու Դերնը ուրիշ խումբ ունեինք yes Դերնը եւ ախպերս եւ բանը իրանց who became իրանց original դեմքահարը Անդրանիկ Խաչատուրյան ինքը մեր դեմքահարն էր որտեվ իրար 12 տարեկանից Alex Pilipos դպրոցեն գնացել so հայկական վարժավարը մեզի rock and roll սովորացրեց բայց դու Սերժը մնացածից ավելի մեծ էիք չէ տարիքով չէ no Serge-ն էր մեծ no yes Դերնը Andin Serge 8 տարի ինձանից մեծ է so իրանք որ այդ խումբը այդ Forever Young խումբը որ ես մտա ես 15 էի լրիվ միշտ տղեկ 23 էին 23 24 so it's life man it's crazy բայց հետաքրքիր է էլի այդ ժամանակ այդ 90-ականներին այդ ռոք միջավայրը Լոս Անջելեսում ոնց էր փոքր կլուբներում նվագել այդ նոր այդ նյու մետալը որ կամազ գնում էր mainstream հա grunge-ը արդեն ոնց որ պիկի վրա էր so նայ էսա հետաքրքիր է դրա մասին հայ երեխեքը չեն սիրում այդ մյուզիկը շատ եւ չեն նվագում հա ասինքն դուք հայկական համայնքն պոպուլար չէիք ոնց որ սորական ռոքերները high school-ում yes but high community match լրիվ ոնց որ hip hop են լսում կամ pop music եւ մենք like կարայր ոնց որ մատիդ վրա ձերքիդ վրա հաշվեր քանի հոգի որ էս մյուզիկն անում բայց այդ հոգիները եղան yes Serge Derne like you're talking եւ իրար ոնց որ կտանք so to me make մտածել եմ որ like ինչ հետաքրքիր է like I mean այդ կանը փոքր քաղաք չի բայց հա Alex Pilipos գնացինք բայց like John Դոմայանը ինքը Alex Pilipos չի գնացել հա Դա լրիվ տարբեր էր ինքը Valium դպրոցեր է թում լրիվ իր անգերները ամերիկացի ինքը շատ ամերիկական ոնց որ մչավայր so he was in ինքը բան չէ like հայկական բան this and that so բայց Իրանը կտանք ոնց որ so are we good Mickey you look nervous Չէ շատ լավ է ես ոգևորված եմ որտեղ էսի մանկությունն է էլի ես այդ երաժշտության մեջ եմ մեծացել դրա համար շատ ոգևորված լսում եմ նույնպես հիմա that's it ain't անում 93 94 տվին high school-ից հետո so yeah it's good stuff man իսկ այդ կլաբերում նվագելը երբ սկսեցիք արդեն կլաբերում նվագել փոքր ենք Առաջի կլաբը որ նվագեցինք այդ Forever Young խումբի հետ մեծ կլաբ հետ չենք նվագել մենակ ոնց որ հայկական party-ներ եւ հոմենետմեն են ասում այսինքն տեղեր էինք նվագել բայց ես Դարոնը փոքր ախպերս եւ Անդրանիկը դեմքահարը խումբ սկսեցինք էսի Սերժի խումբից առաջ էր 15 տարեկան ենք ախպերս 14 երեխեք ենք բայց այնքան like we were into it շատ ենք սիրում մի հատ կլաբ կար տահանգային այդ շրջանում կարծեմ տերը հայ էր ասեց ձեզի մի գիշեր կտամ որ գաք նվագեք կտեսնենք լավ անեք կարող է մի հատ ուրիշ գիշեր so լրիվ մեր ընկերներին հրավիրել ենք բան այսենց եւ անց կլաբը որ 21-ից բան վերև պետք է եղնի so ընկերները լրիվ եկել են դուրսը կան չեն թողում ներս so մտածում ենք ինչ անենք խոսացինք մեր մենեջերին he goes նայ ասեք որ ձեր հետ աշխատում են կանանք ներս թողենք բայց ամեն բանը երեխեքը պետք է իր մի ոդկա բեմի վրա պետք է եղնի
So նվագում ենք լրի ֆանը որ ամեն մեկը 15-16 տարեկան է որ just in case police գա միլիցիա գա ամեն մեկը մոտը դրել է որ կապնում է բեմի որ աշխատում է so that was our first club show I think it was called etի մեր առաջի club-ի նվագներ whatever it's called Night Rock so yeah հետարքիր է it was interesting Իսկ ասացիր որ անգամ հայերեն եք երգում այդ հայկականությունը շատ կարևոր է ձեր համար ինչի գիտես ոնց որ սիստեմի առաջի անունն է բանը չէ victims of a down ցեղասպանությանը նվիրված հետո մի քիչ փոխել են օրինակ Apex Fury-ն է երգերուներ որ լսում էր մեջը շատ կար հայկական էլի so կարծեմ գիտես ինչա որ ստեղ ենք մեծանում բայց ոնց որ մեր հոգին եւ սիրտը միշտ ոնց որ Հայաստան իշքան ավելի ոնց որ եւ այդ վաղ մենք որ նայეთ կասեիր էս երեխեքը maybe հայ երկար մազեր ունեինք բան բայց ավելի հայկական տիպը բայց it's not it just ուրիշ like the other ուրիշ հայ երեխեքը միշտ ավելի տարբեր էին երևում so Էդի որ ասում են you guys բան եք դուք ամերիկացի եք ոնց որ էսի մեզի ավելի ոնց որ բան էր անում որ no հայ ենք մեր հայ օքին մեր քաչվարթանը մեր մեր լեզուն այսպես բան մեր պատմությունը մեր էջմիած ուզում ենք ավելի սովորենք եւ մանավանդ բան genocide recognition էսի շատ մեծ բան and Serge was he was a big part of that իր համար էդի շատ առաջի անգամ որ այսպես լուրջ խոսացի մեկի հետ է դրա մասին again 15-16 տարեկան Serge-ի հետ էր ինքը ոնց որ ավելի youth leader էր how do you say մեծ էր ավելի շատ առաջնորդ էր առաջնորդ էր եւ and իսկականից like it was a շատ serious լուրջ topic էր որ he would get us going about it too I was like he's right but just like this we got to find մանավանդ edvat հայություն շատ I mean կար բայց նույնը չէր and then said like filming now, whatever, like make high on it. Oh shit, buddy, Mannix or around Mannix, Hazan in our Watson Tavakanista shot Nashavar TV show card. And lead actor, Bonnet Hyatt, Mannix, and he was like this handsome guy, like like couldn't make, Utsun Tavakanerin, California Governor George DePagina. Մեծ հպարտ էր հայության համար we're for Duke Duke Majin essence manner so կարծեմ it's from almost it's like a natural instinct natural բնական բնական մի բան ոնց որ քաշում է essence I mean իմ համար մանավանդ ընդեղ եմ ծնվել բայց sometimes կարծում եմ այն երեխեքը որ ստեղ են ծնվել ավելի քաշում ու դա ձեր երաժշտության մեջ շատ արտահայտվում է reflect-եր անում եւ բան չէր որ we have to do it it just felt right like կարամ քեզի մի հատ poker example տամ so yes bass եմ նվագում եւ bass նվագողները usually you're not up front you're boom boom you're back but I would come up with lines this never մի քիչ ավելի Arach, it's the theme of the song. What's it? Yerki, Teman. Yeah, exactly. So like, Arachanka me at since North pedal and bananum. You've portsman me ban sketi dan Tanzara dance. Is that it you've ported distortion. Since banner I'm like you've naturala chem ports me at the on. For some reason. Yeah, I remember like Andy on the Nikabana for Apex 3 match of system. He's like, oh man, has gonna be doing just navagum with the ut, time signature. I have eti medhin haikakan I sense spot up on. I don't know, but it feels good. It's like, oh, I don't know if it's yerkshining. Okay, I don't know me bananing. So that's the coolest. Eti amena one sort of head arki have like hachali bana, but since. Is doing she խմբում չմնացիր սիստեմի It's a funny joke. Shavon որտե՞ց Yeah, Shavon. I know. Shavon manager net. Khumbi manager net. Shavon խմբի manager net. Shavon khumbi manager net. It's a shot like Khandalik one sort of story about that Kira. Inka khumbi manager net. You have
մի քանի հատ ոնց որ լավ ուրիշ խումբեր գիտեր ինքը բան, մի անգամ մեզի տարավ Rage Against the Machine գիտես, Հա, շատ եմ սիրում իրենց։ Zach De La Rocca-ի ոնց որ տունը like big party արդեն oh man, այս manager, էսի մեզի ուր ասես կա հասնի արդեն տարել աստեղ բան, բայց ինքը գիտարը նվագում at the time too, եւ իրար ես ու Շավոն like 14 ինքը մի տարի մեծ է անձանից, 13-14 տարեկանից արդեն իրար գիտեինք, եւ ոնց որ մեր բանի մեջ էր, our community, ինքն էլ էր like he had long hair too, he played rock music, you know. Բայց այդ signature մուրուքը դեռ չուներ։ Էդի չուներ, հələ ոչ էդի չկար, հələ մորուք արոտեկ none of us, մի քիչ actually ունենք, but it was just im style, im bass նվագելը, it just changed some of that stuff. I mean, when you listen to Apex, it's Տարբերվող է։ yeah, Ուրիշ մելոդի, հա։ Yeah, ուրիշ տարբեր մանավանդ այդ վաղ ես շատ funk music էի սիրում, you know, տարբեր I don't know, colorful բան, I like metal, but like էդի իմ բանը չէ, you know, ես Frank Zappa էի սիրում, իրանք Slayer էին սիրում, you know what I mean? So շատ տարբեր է։ Yeah, տարբեր, so that's slowly, եւ էդրանից ես բանը հելա այդ խումբից Եվ ուրիշ խումբ audition արեցի եւ այդ խումբի տղաները John էր։ It's fucking crazy, I know. Yeah, it was called Middle Earth. Middle Earth. Yeah, man. Հետո John-ը գնաց System of a Down։ Հետո John-ը գնաց Անդրանիկ չէ առաջինը։ Yeah, Անդրանիկը այդ վաղ իրանց տնկահարներ, 3 տարի իրանց տնկահարներ, հետո you know, իր հայկական temper մի քիչ շատ էր, you know, he broke his իր ձեռքը ջարդեց։ Ձեռքը ջարդեց։ Yeah. Ջղայնացած էր something մի բան խփեց բան so երեխեք մի ջղայնացեք ձեռքդ մի ջարդեք that's the լավ խմբի բառաբանში կարող է that's the moral of that story man so իսկ Apex-ը ոնց ձևավորվեց Apex Fury so ինքը որ ձեռքը այդպես ջարդեց Այդ նույն վախտը system-ը շատ կարևոր ոնց որ շոուեր ունեին եւ այդ ժամանակ արդեն System of a Down-ի անունի տակ էին Yeah, արդեն system-ը արդեն մոտ 3 տարի system-ը դանը առաջի ալբոմը արդեն դուս No, ալբոմ չկար հələ local խումբային club-ներն էին նվագում Roxy, Troubadour, Whiskey, լրիվ Los Angeles-ի club-ները եւ արդեն like տնեցնում էին it was locally բոլորը գիտեն 500-600 500 հոգի ամեն մի club-ի մեջ like you know, արդեն անունը կար, you know, and it was great. Մենք ուրիշ խումբ ունենք, like իրար, you know, նվագում ենք բան, եւ նույն ստուդիոյի մեջ ենք։ We had a studio in North Hollywood-ի մեջ, մեծ, այսինքն 1000 square feet warehouse էր, ոնց որ միանը system-ն էր, մյուսյանը իմ խումբս, ճիշտ իրար հետ, like նույն սենյակի մեջ, you know. So, այսինքն որ եղավ, իրանց տնկահար էր պետք։ Yes, personally, I go, John, you got to go help these guys out. Like, this is a big deal. You know, it's like, have you met Junie? So I was like, no, God, about it. I remember even he should see what like whatever the day. I'm like, he's like, all right, cool. What's the next thing? I go, go, man. It'll be a good thing. Esi կարևոր է իրանց, այս ռոպեի մեջ. So գնաց եւ այդ շոուն արեցին, esi Rick Rubin-ի համար էր. Այդ Rick Rubin-ի այդ պատմությունը շատ է պատմում, որ գնաց, ասում է Glendale-ում ինչ-որ club գնացի, որտեղ System of a Down-ներ նվագում, ինչ-որ ծանր մետալ էին նվագում, բայց ավելի շատ նման էր հայկականի ու մարդիկ ձեռները բարձրացրած պարում էին։ It wasn't in Glendale մեջ չէր, it was at the Viper Room. Հա, ճիշտ է, այդ խառնում։ I was at ամեն մի pocket bar I was there. Մենք literally that was our at մեր ոնց որ pocket club-ներ ոնց որ։ Բայց դուք գիտեիք որ Rick Rubin-ը տեղալնելու կարծում եմ արդեն այդ խոսակցությունը կա որ you know Rick is interested you know հետ արկրված է system-ի down you know այդ պետք է գա you know այդ club show-երը բասնի բան Rick Rubin-ը այդ վաղ արդեն շատ հայտնի էր չէ հայտնի էր ավելի ոնց որ musician-ների հետ մուզիկաների որն ուներ Slayer, Run DMC, Tom Petty, Red Hot Chili Peppers. So լավ անուններով brand band-եր։ And ուրիշ խումբեր կար, բայց այդ 4 խումբի մեջ արդեն everyone, you know, come on, Run DMC, one of the best. I mean, I love hip hop group-ներ 80 թվականներին. Slayer Revolutionize արեց hip hop, էլի։ Yeah.
he's a visionary, you know, տեսնում է հասկանում է որ okay, էսի մի քիչ տարբեր է, բայց կարող է ուրիշ հոգի բերի այդ music style-ին. And that's the same thing նույն բանը որ system-ի հետ տեսավ ինքը, I think. You know, he saw that okay, էսի տարբեր է, բայց you know, early metal rock, but ուրիշ մի բան կբերի. But yeah, so John did that, you know, գնացի իրանց նվագեց, and next thing I know, hey man, ուզում են որ իրանց խումբը join. I go, my blessings. Դու գիտեիր ինչ էր անում։ Of course, like go man, love. Հետո այդ վաղ արդեն ինքը իմ հանդեմ կարներ. So հիմա դեմ կար չունեմ. Now what, you know? But that's how Apex Series started. You know, Andy մոտեցավ որ ուզում եմ երգեմ. I go, բայց դու դեմ կար ես, how it's since կյանքը բան, մի բան ունեմ ասելու. Because կարծում եմ մանավանդ rock music-ի մեջ, like մի երգի unless you have something to say. Like don't, you know, but մի բան ունես ասել. Մի բան has, you know. So he goes, once a պատմություն կաստեղ, he was on awesome. This is okay. Սկսեցինք նվագել this and that. Եվ կամաց էդի հետո Արտինը գիտար նվագող Apex-ի իր հետ ծանոթացանք. Եվ within maybe a year արդեն մի բան եղավ. Սկսեց, you know, and we started playing shows and մի տարի ու կես նվագեցինք շոուեր եւ լրիվ club-ները բաները սկսեց, you know, like people coming and it was a lot of work. Շատ աշխատանք էր too, you know. Որտեվ like նոր արայինը, graphic design-ը լրիվ ես էի անում. Yeah, լրիվ առաջի maybe 2 տարվա ինչ flyer կար, ինչ album cover կար, լրիվ ես էի անում. You know. Գնացի ես հատուկ graphic design studio-ում գործ բաներ. Որտեվ մի քիչ նկարում եմ. Էդի առաջի բանը սերը ոնց բանա. Նկարն, you know. So like Keris եւ Gagon իրար հետ 5 ընկեր են եղել. I guess նույն what do they call it, art school? Նույն դպրոցում. Yeah, but I guess Հայաստանում there's some art school, some yeah. So նեղից. But anyway. Թերլեմեզյանից են երևի. Կարծեմ, այսինքն մի բան, yeah. But so, you know, we put the time in, we believed, you know, ժամը դրեցինք ոնց որ how do you say we believe, you know, հավատում եք որ կստացվի, հավատում եք որ ստեղ մի բան կա եւ մենակ այն երգերն էինք, like շատ երգեր էինք գրում, բայց այն երգերն էինք մենակ նվագում որ ոնց որ like հոգին այսինքն մի բան է. Yeah, and the funny thing is առաջի քանի համերգները, maybe առաջի մի տարվա համերգները 6 հատ երգ մեինք, մենակ 6 հատ երգ էինք նվագում. That was it. Բայց հիթերն էին դրանք դրա համար թե I don't know. I mean, it bought a chain օգտագործում. It just as երկերը այսինքն ոնց որ ստադիոնի համար էին, հա. It just rehearsal roomի մեջ ոնց որ այսինքն բանը, how do you say it? Ոնց որ բոլոր այսինքն բարձանում էր, you know? So that's what felt good. So because it երկերը այդտենց էին մեզ ոնց որ զգացում, մենակ այդ ենք նվագում. Nothing else. I know it's crazy, right? But that's what you got to do sometimes. Բայց Apex Fury-ը կոմերցիոն առումով է հաջողված խումբ էր, չէ՞։ Yeah. Որտեվ լիքը ալբոմ էլ եք ծախել, մեծ համերգներ եք արել։ Yeah, we did good. I mean, Ozfest, Warped Tours, we had Edquad video on MTV, but լրիվ Ամերիկայի մեջ լրիվ մեծ rock radio կանյաներ, how do you say channel? Radio կանյան։ Ճիշտ ասացի։ They were playing us. Like we were top, you know, it was good. Մենք էլ Հայաստան շատ ենք լսում Apex Fury. Thank you, man. Somehow on there հասել է Հայաստան հասել է ու մենք այդ ժամանակ դպրոցական էինք ու իրար մեջ խոսում էինք, տարածում էինք երգերը, կներեք կոպի ենք արել։ You didn't buy it. You're the reason. Դե Հայաստան որտեղից արնենք։ Enjoy it, bro. Enjoy it. That's awesome. Ասում ասում եմ կոպի էինք անում։ Բաները դիսկերը կոպի էինք անում, արդեն դիսկեր կային, կասետից անցել էինք դիսկերի, ու իրար մեջ տարածում էինք, ասում ենք լսել եք այս ուժեղ հայկական ռոք խումբը։ That's awesome, bro. Շատ լավ է։ Շատերից մոտ։ Շատ ուրախ եմ։ Դա ինձ like հպարտություն է, thank like շնորհակալություն։ Հա ու որ բանը Հայաստանը որ մենք մեր համար գիտես այդ ինչ մեծ բան է որ Լոս Անջելեսում կա հայկական ռոք խումբ որ խզարում են ոնց կարելի է ասել տենց
մի բան անում են։ Հա, շատ լավ անում են ու ամերիկացիները լսում են հայկական ռոք խումբ, այդ մեր համար այտենց անգլերեն լավ բառ կա Pride, հպարտության մի մասը էր, ոնց որ չգիտեմ, այդ ոնց փոխանցեն որ զգաս, այդ մեր համար շատ կարևոր է, շատ կարևոր է։ Մենք այտենց դպրոցական երեխեք ենք, մեր համար կարևոր է։ Որ թիվներ։ Մինչև 2004-5 երևի, հա։ That makes sense, yeah. Քանի տարեկան է այդ վաղ։ 14-15 տարեկան։ Այդ տարիքն է որ զգում ես like oh man I love this music, yeah. Եվ այդ տարիքում էր որ ես սկսեցի այդ նվագ like playing. Հա, այս բանը 2002 թվի ալբոմն է շատ սիրում։ Topsy Turvy, հա։ Մեզ երևի մի քիչ ուշ հասավ 2003-2004 էինք լսում։ Այդ վաղ 14-15 տարեկան։ Ավելի փոքր։ Այդ ժամանակ ես մենակ ռոք էի լսում, համար այտենց ռոքից բացի ուրիշ բան չկար, բայց հետո սկսեցի արդեն նորմալ մարդու նման ուրիշ ժանրեր լսել։ Բայց մեկը ռոքի identity, այտենց իմ ինքնության շատ մեծ կտոր է։ That's cool. Well, rock the thing about rock music and about shot honest music. And it's all like this is what it is. Esa. Like then there's one sort of fuck you, this is what it is. Like watch me Zevakan Baner, watch me Gertrude. This is what it is if you don't like it. Royal. Yeah, it's raw and it's very punk rock. And Garden, that's why maybe Apex steering system is what they've Larivas and getting. Like we all grew up together. Like like we've been lifetime friends, but I think all of us Larivas et Energian were like Barteri, man. Like he's got Martelli, but bullshit bonnet, like no bullshit. No bullshit. So that's almost like then that's why you want to play rock sometimes. Դրա համար ուզում ես ռոքն Yeah. So ասենք 7 ընկերեք, այդ 7 ընկերից 2 հատ թույն հայկական ամերիկյան հայկական ռոք խումբ։ Հետաքրքիր է, չէ՞։ Շատ։ Yeah. Like Շատ։ but yes, like just the name and ոնց եղավ, this it's like wow. Իշկան բաներ like իրար հետ ոնց որ just աշխատեցին ոնց որ մենք չենք even հասկանում, like իրանք Rick Rubin իրան sign արեց, բայց այն մարդը որ մեզի sign արեց ինքն է շատ մարդ չգիտեն իր անունը, բայց անունը Michael Goldstone էր, այս մարդը Rage Against the Machine էր sign արել, Pearl Jam էր sign արել, just Էլի ու շատ լավ խմբ։ Yeah, Էլի ինքն է like one of these like visionary type guys, հետո մենք որ մեր management-ը որ եկավ մեզի manage անեն, company-ն կոչվում էր Q Prime, and իրանց Metallica, AC/DC. Wow. One of them, which he might actually իրան հետ conversation եմ նոր music-ի մեջ, անունը Cliff Bernstein-ը, ինքը Rush-ն sign արել։ Russia. He signed Rush. Wow. I've been messaging with him this last like 2 weeks. No music not assume. He's like, dude, this is cool. So yeah, they signed Muse. I mean, just think about it. They built ACDC. Իրանք ACDC ոնց որ քրիրեմ բանանարը։ Yeah, մինչև այսօր Metallica-ին են manage անում։ Այս մինչև այսօր Metallica-ին աշխատում։ Մինչև այսօր Metallica-ին manage անում, մինչև այսօր Red Hot Chili Peppers, մինչև այսօր եւ իրանք շատ սիրեցին մեզի, Apex-ին շատ սիրեց։ And եւ այս մարդը որ ասում Cliff Bernstein ինքը Rick Rubin-ի mentor-ն է։ Եվ I'm going to tell you a funny Rick Rubin հետարքուր story ասեմ։ Okay. Yes, Rick Rubin մի fan եմ։ So Sergio Nzizangets որ նայ Rick Rubin-ը ուզում է ձեզի տեսնի, like ուզում է ձեր music-ն է մի հատ բանանի։ Եվ էսի այն վախն է որ Apex-ին ամեն club-ները նվագում են։ Եվ like տնդեցնում ենք like ամեն մի բանը 500 հոգի 600 հոգի գալիս են արդեն, it was good. Ասեցի Serge watch me label, watch me record company համար showcase չենք անում։ Չենք անում։ He's like, what do you mean չենք անում? Չենք անում։ He's like, իսկական ռոքերի նման ես բայ, 24 տարեկան էի։ So it's not կարաս, ինչ որ ուզում ես կանաս անես, right? So Այ հիմա տես չես ան։ No, հիմա կանենք, don't worry about it. I don't give a shit. Have you seen it? There's a music industry I said what's a topsy-turvy match հիմա, so who cares, so but I said no, watch me I'm a showcase չենք անում, էսի ասեմ, էսի ուզում ես showcase այն, he goes, come on man, Rick and Z actually assets, like let me,
do it. Rick is he could ճիշտ է, like he's a ճիշտ Marta, like it's cool. Guys, Serge called me, Rick Rubin. Okay, fine, let's do it. Where are we doing it? Okay, let's get in touch. Make a song, get Indiana's record label. It's okay, we're gonna on a Viper Room Club, but once a rent on you have you guys could do the showcase there. Tuesday afternoon, what is that? Երեք շաբթի, ցերեկը, այդ ցերեկը ինչ rock. Երեք շաբթի ցերեկը ինչ rock. But it's okay, Ariane, love and get a, Serge Metz Achber, okay, I said, lava, Rick Rubin. So long story short, we got there, we got into our rock and roll clothes. Yeah, we got ready, let's go, let's do Navaget Ban. Me քանի ընկեր բանենք հրավիրելենք որ եկեք չորսինք հոգի just be there լրիվ իրանց record label եկավ I think it was Def Jam or Def American Jam or American Recordings License it was under Columbia Records you have Rick Rubin on the guy with the beard եկավ he's here too okay Navaget amazing ban եկավ իր ասեն Rick wants to sit you okay գնացինք նստեցին guys amazing this is funny. What are you guys doing next Tuesday? Ինչ եք անում երեք շաբթի։ Ադա երեք շաբթի է, չէ, այսօր երեք շաբթի է։ Այսօր էլ է երեք շաբթի։ Երեք շաբթի, exactly. It's something about երեք շաբթի. Երեք շաբթիները I like the number 3 actually. So anyway, նստեցի մույս երեք շաբթի կգանք ստուդիո, ավելի մյուզիկը կլսեմ, կխոսամ ձեր հետ բան, իմ assistant-ը ամեն ինչ set up կանի Holy shit, այդ օրը մեր համար ասենց, oh my god, okay, ուրեմն մեզ է պետք է sign up. Okay, wow, you see, this is amazing. Սպասում եք լարված, Okay, yeah, so, okay, ամեն օր է չորեք շաբթի, 5 շաբթի, ուրբաթ շաբաթ, okay, man, պատրաստել եք, մեկ է, ոչ մեկ է չի զանգում։ Ոչ մեկ չզանգեց։ Never saw him, so but fast forward, առաջ եցանք 2 տարի, 3 տարի հետո, ստուդիոյի մեջ ենք, Q Prime-ի հետ Cliff Bernstein, որ մենի մենթորն է։ Եվ այս մարդը շատ էր ոնց որ մյուզիկը սիրում, գալիս էր մեր mix session-ները նստում էր լսում, ինքն է այսպես մորուքով ան, and I go Cliff, because he became հարցնեմ, I go գիտեմ, Ricky Rick Rubin հետ մոտ է։ Yeah, like ինչ եղավ այդ օրը, չհասկացանք, խոսած մեզի մի քիչ այսպես բան արեց։ He goes, he said, I already have my Armenian band. Ես արդեն ունեմ իմ հայկական խումբը։ He goes, I see their tricks. Each trick. But, Andanika ban the whole, no, not the whole, Dumbeg in the bag. I mean, Dumbeg Dursan is ban. I'm like, Serge doesn't play the Dumbeg. What are you talking about? This is totally different. But but it's okay. It's okay, but it Martha's, yeah, but we love you guys. I'm like, okay, good. Yeah, so. Yeah, man. Apex, are we good? Հիմա ինչ project-ն է ունես, հիմա ինչի վրա ես աշխատում։ Հիմա recording studio-ն եմ, արդեն մոտ SMI studio-ն 3 տարի ունեի, բայց production եւ recording-ի մեջ մոտ 17 տարի այդ եմ անում, որտեղ 2008 թվից Apex Theory-ն չկա։ Yeah, said bye to Apex Theory եւ սկսեցի բան անեմ, production on TV shows, commercials. Երաժշտություններ գրում։ Երաժշտություններ գրում։ Soundtrack-եր, բաներ, հա։ Yeah, they call them cues or jingles, baan. Yeah, bumpers, baan. Եվ now here էսի խոխմա մի հատ բան է, այդքան, եկել ենք ստեղ, տարիներով ստեղ բան, մեկ է լավ ընկերս անունը Թոնի Պետրոսյանն զանգեց, ինքը որ առաջի Apex Theory վիդեոն արեց, ինքն է Vem Yenovkyan-ը։ Երկու հատ մեր հայ ընկերներն էին, որ շատ էին, like մեր եւ իրանք էին որ ինձի ծանոթացել Artin-ի հետ գիտարնվագով so Tony զանգեց այդ վաղ արդեն ինքը Slayer-ի վիդեոներ արել John Mayer-ի վիդեոներ արել I mean he was շատ էր աշխատում եւ սկսեց commercial-ներ ինքը անի զանգեց որ hey ուզում doing music guy-ս for my next project I said okay ինչ անեմ he goes hedge լսել ես Beeline Telecom Beeline Telecom. I go, no, what's Beeline? He goes, Rusastani, I'm gonna met Beeline Bana. It's Rusakan Beeline. I go, okay, but it's right before that, Urish Mivan Arets in Kirat, Dubai Hamar, Telecomia, Reklami, musical Yeskeretsi, one sort of corporate tag, Yeskeretsi. So I started a company, it's called Mute Unmute. You have a lot of it's commercial music. So
I go, no, he goes, ուզում եմ որ դու այդ musicները գրես, sound անես, բան, so ոնց որ կյանքս այդ young գնաց, you know, եւ սկսեցինք Beeline commercial. Եվ there was a moment, maybe 2013 թվին, որ Beeline-ի ռեկլամների հետևը որ tag ունեն, չէ, it says Beeline, live life on the bright side. Այդ իմ ձայնն էր. Yeah, it was an accident. Yeah, because they're like, okay, listen, we need you to send us the rough. Betka VO, voiceover actor, betka hire anենք, որես բանու ուզում ենք շատ ամերիկական, բայց cool ամերիկական ձայնով, ասի Beeline, live life on the whatever. Ասացի, okay, ես կանեմ, or something, կուղարկեմ, music-ի հետ, so տեսնեք իշկանա, իշկան ոնց որ ժամա տանում այդ քանի բառը. Մեկը զանգեցին, hey, իրանց creative-ը շատ ասում, որ hire ես արե, we need this guy. Իրաձենը լավն է. I go see shot Tonga. I go see Cheskara. You guys can afford this guy, so he was like, no, we like him, this and that. I was like, all right, went there, studios, this, that, blah, blah. I on him, I don't know, 10 years. On him, but it's wacht, sksetsi, grel, like music, darbe, because you have to, like, Kianka. This happens, that happens. Yeah, you have therapy chesses us. How is she got therapy? Come for the year, Grace, come, okay, yeah, okay, one chesses just listen to me. Oh, wow, that felt good. Okay, I don't need to go to a therapist, So, intro, like, this and that. You have, hence our pandemic, COVID, huh? Yeah, COVID, at moment, the shot cards and artists and music, were like, oh my God, Eskamban Emanum, you've hedged me or Chemusum, maybe it's just gonna die like this. Holy, it was existential sort of crisis, I said, I'm gonna put this out. I'm gonna put why not? Yeah, it was shut passion project. I was just doing it, but I go, you know what? I want to start getting more serious. That I know. Yeah, music. So hima nor album unem EP. You have a video, and there's 2 videos, but there's a new one. It's called Blah Blah Blah. Blah 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 շատ լավն էր. Thank you, man. Բան կլիպներն էր, music video-ներ էր շատ հետաքրքիր. Օֆիսը լարված վիճակը կարացել եք լավ ստանալ. Բայց թանկա դες բաներ անել։ Թանկա չէ, все-таки. Passion project-ի վրա այդքան փող ծախսել։ I mean, Narek, if that makes you happy, որ քեզի մի տեսակ ուրախություն բերում, որ ոնց որ կյանքա տալիս Հիչանես։ Հա, համաձայն։ I mean, at the end of the day, if you're an artist, or you're not. Like, you've chemon word like, oh my God, it's an expression, and this is what it is. Բայց Apex 2008-ից Apex Fear-ին որ փլուզվեց ու դու սկսեցի զբաղվել տենց կոմերցիոն պրոյեկտներով, դժվար էր փոխվել տենց ռոկից ստադիոններից հետո Yeah, շատ դժվար կոմերցիոն բաներ հանգիստ տենց Yeah, well, որտեվ բանը չես գրում ոնց որ սրտանց just այդ վաղ ոնց որ քո technical տեխնիկական ուզում են we need a country երկապետ այսինքն բարերով 30 վայրկյան Եվ պետք է այսինքն սկսի մի տեսակ, որ ոնց որ բացվում է, այսինքն սիրուն, այգի աբան, գիտարի ձայնը, like, yeah, and but it's a challenge. It's an interesting challenge, but 30 վայրկյանի մեջ, seconds, right? 30 վայրկյանի մեջ պետք է այդ կրեատիվը կարողանաս տանաս։ Yeah, you have to ոնց որ գրավես մեկի բանը, attention-ը։ Ուշադրությունը, հա։ Փոքր այսինքն ճամփա տանես, բան անես, հետո like փագես, ոնց որ and that's it, So it's a հետարքիր challenge it. Որտեվ Apex-ի հետ ոնց որ բան չունենք, boundary-ներ չունենք։ Սամաններ չկա։ Yeah, ինչ որ ուզում ենք, գրում ենք, like this feels good. Քանի I don't know what տեսել ես, բայց Apex-ին որ 3 հոգի եղանք, 3 piece, light post անունով մի հատ EP հանեցինք դուրս. I don't know what this is. Եվ Jivan Gasparyan, the old man played on that as well. Yeah, When we did that,
it was 15-minute one song. 15 րոպե։ Yeah, it mean. Wow, մի yeah, երգը 15 yeah, րոպե։ որտեվ- Իսկ Ջիվան Գասպարյանի հետ հետաքրքիր էր աշխատելը։ Yeah, it was really cool actually. Հիմա իր թորան հետ ես, չէ՞ աշխատում։ Իրա թորան հետ արդեն I mean ընկեր ենք արդեն 15 տարի, բայց yeah, դեկտեմբերի 7-ին համերգ արեցինք ստեղ Los Angeles-ում, it was really cool. Հա։ Իլրիվ իրա դուդուկի ոնց որ style-ը, բայց modern jazz. Yeah. Funk-ոց տենց ավելի։ Yeah, a little bit of funk, ambient, you have jazz standards, you know. You have yes, Դաշնամուր նվագողը եւ Ջիվան ենք ոնց որ հայերը միշտ տղեկը լրիվ ամերիկացի են, բայց շատ էին սիրում what we were doing. So yeah, I've been working with him and yeah, the old man was really cool. You know. Ոնա Պապիկը շատ հետարքիր was cool, you know. Ես իրան տարա Sony Studios որ այդ բանը արեցինք, այդ վաղ Da Vinci Code-ն ինքը։ Bana, he was working on that. I guess Bonnie had Hans Zimmer. Hans Zimmer-ն էր Da Vinci Code-ի վրա։ I think so. I'm not sure. I mean, Hans Zimmer. Բայց Hans Zimmer-ը այդ բանն է, Gladiator-ի վրա են աշխատին այ։ Yeah, but that. Թե սխալվում եմ։ No, they did. I think so. Gladiator-ը Hans Zimmer-ն էր, չէ՞, որտեղ think Gladiator-ի վրա Yeah. Ջիվան Գասպարյանը հաստատ աշխատել Yeah, է։ it's Hans Zimmer. Որտեվ Hans Zimmer once he brought him in. We're like, this is my guy, you know. Huh? Yeah. Shut. I'm ինչ որ հայկական դուտիկի բան դան էր Ջիվան, you know. Հա, Hans Zimmer-ն է։ Yeah, it's Hans Zimmer. But Bambit Gase, but you know, եկավ հետը սպան Sony Studios եւ հետարքիր էր որտեվ տղեն որ այդ Sony Studio-ում բաներ անում ոնց որ director-ն էր որ այդ օրը պետք է զապիս անեն հայեր as well, Robert Shanazarian, really sweet guy, ինքը Columbia Records-ում էր աշխատում as an A&R in the 90s. And so մտանք բան արդեն լսել էր, you know, Ջիվանը եւ ասեց Դավիթ նայ թող երկը գնա ես պետք եմ նվագեմ 3 անգամ այդտենց կանենք հետո դու ինչ որ ուզում ես Արա I was like, are you sure? He's like, yeah. And you got in there, did the thing. I was like, all right, great. Like, perfect. You know, and then Mikic Poker edit net here, sounded great, you know. So, I don't know why Chemishim is spot between a setting, but it's. Oh, պատմում էր որ 15 րոպեանոց երգ կա Գասպարյանի հետ է կա, հա։ Բան չունենք boundaries, ոնց էր ասում։ Սահմաններ չկար։ Ոչ մի սահման, you know. Հետաքրքիր է, բայց դա էլ էր էլի օրինակ որ Ջիվան Գասպարյանը Gladiator-ում նվագել էր, Հայաստանում բոլորը դրա մասին էին խոսում։ Դա էլ տենց հպարտության էլի ինչ որ բան է։ Մենք էլ բանը Հայաստանում էլի կինոներ նայում ենք, սպասում ենք որ վերջանա ու այդ սև էկրանի վրա հայկական ազգանուններ են։ There it is. Իսկ հայկական community-ն այն ժամանակ ու հիմա շատ է չէ փոխվել։ Շատ է փոխվել։ Այն ժամանակ քիչ էին, հա, հայեր ավելի։ Ավելի քիչ էին, ավելի Hollywood էին ապրում։ Հա։ Լրիվ հայությունը East Hollywood էր։ Glendale չէ։ Glendale-ում հայ չկար, ամերիկացիներն էին լրիվ։ Հա։ Like սպիտակ, ջերմակ, դեղին մազերով, այսինքն մարդիկ հայ չկար, իրանք հայ չգիտեին ինչ էր։ You know, like լրիվ հայությունը East Hollywood հետո Montebello-ում հայեր կային։ Եվ Boyle Heights, եւ այդ յաները, բայց շատ քիչ ավելի ոնց որ հիմա կոչվում է Little Armenia։ Այդ Little Armenian իսկականից Little Armenia է։ Լրիվ հայեր։ Եվ լրիվ Երևանից, Հայաստանից, Նորեկած, հիշում եմ երեխեք էին վազում, բան լրիվ հայ են։ You know, ինչ է խանութներ Թասլակյան, this that, Barcelona, այս խանութները սկսեցին բացվել, բան, you know։ Այդ էր Santa Monica and Edgemont, I think։ Yeah, Little Armenia։ Բայց yeah, շատ տարբեր է։ Like trying to միտեղի էր հետում like high chair տեսնում you know like what this oh wow hi yeah cool you know ինչ տավա so but հիմա yeah it's good հա հետաքրքիր է ես Glendale-ում երբեք չի եղել էսի առաջի անգամ ես Glendale-ում հա հիմա առաջի անգամ եմ ու փողոցով Glendale-ով քայլում ես հայերեն ես լսում շատ ամեն տեղից ու ամենա ես որ Ամերիկա վերջի անգամ եկել եմ Ֆլորիդայում է ամռանը ու դա քայլում ես հայ չկա շատ չկա հա
ռուսերեն կլսես շատ Ֆլորիդայում, բայց հայերեն այտենց շատ չեն ինչքան ստեղ ու դες փողոցով քայլում ես, այդտեղ փողոցում անգամ մարդիկ էին մոտիկան, ասում են քո ոդկասթը նայում եք սիրում եք, այնքան տարօրինակ էր, որ դա այդտեղի է ունենում Ամերիկայում ու որ այտենց պատմում էին, որ Գլենդելում այդքան հայ կա, ես այտենց մի քիչ լավ չէի պատկերացնում, որ իրոք այդքան շատ հայ կա։ Արցախ փողոց կա։ Հա, Արցախ փողոցն այնտեղ ամենտեղ հայկական բիզնեսներ, բայց չգիտեմ, ինձ շատ լավ ընդունեցին այդ մեր live podcast-ին AGB-ու centrum լիքը մարդեր եկել, որ ես չէի սպասում այդքան մարդ կլինի ու community-ին ստեղի հայությունը այնքան support արեց, աջակցեց ինձ, որ ահա որ շնորհակալ եմ էլի։ Ես մենակ լավ բան եմ տեսել այստեղ, այսքան ժամանակ։ Good, շատ լավ է, that's good. Yeah, ուզում էի գայ այդ գիշերը, բայց ստուդիոյում մի բան ունեինք, but շատ ուրախ եմ որ։ Հա չէ, okay, It's so cool. Yeah, որ տեսա դեռ ես անում եւ I'm like this is great. Like it's cool, man. Հա, շատ լավ venue էր։ Yeah, Սեպտեմբերի 27-ն էր, կարծեմ բանը, այնտեղ մի բան արեցինք, էլի Ջիվանի հետ, Սեբուի հետ, Սեբու Սիմոնյան, Capital Cities, yeah, լավն գերենք, you know. It was really nice. Yeah, so ուրախ եմ որ այդտենց հայերը theater ունեն even, you know, so it's cool. Հիմա հայերը երաժշտության մեջ influence ունեն Ամերիկան լոսում, թե in what way? Stylistically, what's it asmus or like business wise or չգիտեմ, the Kardashians, they influence everyone. No. Ճիշտ է, Kardashian. Motivated. Kanye West, they drove him crazy. It's the truth. The guy went crazy. Kanye հա գժվեց։ Գժված։ Հայերից գժված։ Հայերից երը գժվեց։ Կարծում եմ մի քիչ like System of a Down-ի influence կա։ 100%, եւ մի քիչ Apex Theory, then like make a zgoom what I'll be somewhere make a go. Hey man, այդ հայկական բաները որ դուք անում եք, մենք ենք անում, I'm like, okay. Yeah. Բայց հայ չեն, you know. Մի հատ ստուդիոն է, հարևանս ճիշտ կողքի խումբ էին, Մեքսիկ տղեկ էին, սաղորը մենակ system էին նվագում. We call the Mexican System of a Down. Or even system chain նվագում, they just sounded just like it. Եվ այդ վաղ John-ը միշտ գալիս էր այդ ստուդիոն, his drums were all դմպուկները միշտ այնտեղ set up. God, like, I don't know, every 2 weeks, 3 weeks we would jam, you know, whatever. I was like, John, and there shot thing too. That was another thing, you know. I go, it's me kind of one of these days, it's me what for gas, like knock on their door, answer the button, go, stop that. They're like, oh shit, there's your system down, you know. So yeah, I think in that way, they definitely, you know, it influence, yeah. Yeah, I mean, there's cover bands, there's, you know, definitely one sort of pop culture-y Mitch, you know, I mean, Arten, what, 25 տարի, they've been together, so, right? 25 տարի almost. 25 տարից ավել է։ Դե YouTube-ում սիստեմը երկեր ունի, որ միլիարդից ավել view-եր ունի։ Chopsune, Toxicity-ն։ Yeah. Միլիարդից ավել։ Yeah. I mean, that's good. Yeah. It one sort of in that regard, yeah. It influence but ուրիշ հայեր actually կարծեմ I think guess հայ է հեչ լսել Diamanda Galas. She's Greek but there's some Armenian something. Հայկական ինչ-որ արմատներ ունի, հա։ Եվ she sings about the genocide. She's very influential. Ցեղասպանության մասն է երկում։ She's been from like the 80s, late 70s, 80s. Yeah. Եվ շատ ոնց որ you know հեչ լսել ես Tori Amos. Yeah, ոնց որ Tori Amos-ին է influence արել, Mike Patton. Yeah, Mike Patton-ին է influence արել, այսինքն, you know. I'm trying to think of other you know, Aram Khachaturian. Yeah, we got that. Aram Khachaturian, հա։ Իսկ դուք ինչ էիք լսում։ Այդ 7 ընկերով ինչ խմբեր էիք լսում, ինչ էիք լսում։ I mean, you know, American music, you know, whatever inch were popular, rock, you know, the Zeppelins, the Beatles, but it's also, you know,
electronic, strange, weird electronic music, African, Yeah. Latin. Yes, like me personally, shot they see myself African music, some like Swahili style, like there's a certain guitar style with shot lava African, like I dance banere, yes, listen. Iran can, but rock, but it's haikakan link, listen. Huh? Yeah, once Meshchanu, Arthur Meshchan, Ruben Hakhverdian, Lilith Pipoyan. No. I love her playing, Keris Niditiet, Love and Get It. That's how I found out about it, Urish, I'm trying to think. Հայկական God, տարբեր, բայց հիմա չեմ հիշում, բայց այդ մի քանի հոգին, that was Harut Pampukjan. We love them. Believe it or not, we love like late 70s, 78-ից մինչև maybe 80 քանի թիվ, այսինքն բան, այդ Harut Pampukjani բանը շատ ենք սիրում։ Հա ինքն էլ Ամերիկա հիմա։ Ով Harut-ը։ Հա, Մինստեր արդեն 50 տարի է Ամերիկա։ Հա։ Yeah, in Harsanik Inca Nuggets. Lurch. Does it? Yeah, it was great. It was the best. It was the best. It was a good wedding. It was a good time. Yeah. Yeah, So I since Bonner Narik. Shot. Չնայած հետաքրքիր բաներ պատմեցիր։ Մենք մեր ոդքասթի վերջում մի հատ բան ունենք, տրադիցիոն հարց, որը քեզ կուզեի տալ։ Քեզ ինչն է ոգևորում, ինչն է քեզ տիպում, որ ստեղծագործես, շարունակես, նվագես։ That's a good question. It's a big question. Շատ մեծ է դի հարցը, Չեմ կարծում just me բանա, like I'm in my հիշում ես որ պատմում էի, որ այսինքն այդ էներգիան ոնց որ բոլա այսինքն you're floating. That feeling, whatever it is, to feel that feeling of what իրար բանը կանում ոնց որ առողջություն է։ Հա։ You know what I mean? Թեթևություն է։ Այդ թեթևս գանց մունքը, honest to God, that's what keeps us like wanting, striving, living. Մեր օգնում է որ ինչ որ բան ցանկանաս, ապրես, չգիտեմ, աճես, vibrating higher. On a higher vibration. Well, at higher vibration բարձր հաճախականությունների վրա։ Խոսում ես ոնց այդ բառերը ասում ենք, բայց որ զգում ես էդի մաշկիդ վրա լրիվ տարբեր մի բան է։ Հա։ So it's almost a drug. I hate to say it. It's almost and you just I think that keeps it going, you feel that when you're playing and I think with all artists, like something hits you. You don't even know what it is. Հա, չգիտես ինչա, բայց անում ես։ Yeah, you got to do it or you're going to go crazy. The orbit got us therapist. Հավես therapy. Դե հա, դա բանա, կամ դες ասեցիր պետք է կամ թերապիաներ կամ երգեր։ Ես երգել չգիտեմ, ես չի ուզում գնալ թերապի, դրա համար podcast կսած։ Perfect. Yeah, that's what I told you. This feels like therapy too. Դավիթ ջան, քեզ շատ շնորհակալություն ու շատ շնորհակալություն որ հայերենով արեցինք։ Ինչքան որ կարա։ Ինչքան հնարավոր էր, հա։ Մի քանի հատ անգլերեն բառեր։ Ուրախ եմ որ վերջապես ստացվեց։ Մերսի շատ։ Thank you, bro.